Ինչու է Վրաստանը փակում հայկական բեռնատարների ճանապարհը։ Ինչու մեկ ամիս շարունակ խնդիրը չի կարգավորվում։ Այդ գործընթացում Վրաստանը մենակ է, թե օրինակ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համատեղ ծրագիր է իրականացնում Հայաստանի դեմ։ Մենք $100 ամեն մեքենային օրական վճարում ենք կանգնած, բայց բեռը որ չի հասնում հասցեատիրոջը, մի որոշ ժամանակ հետո մեր ռուսական ընկերությունները, պարտներները կարող է հրաժարվեն մեզանից։ Ակնկալում ենք պարզաբանում ինչու են պահվում նաև գինիով բարձված մեքենաները, եթե խնդիրը կոնյակի հետ է, եւ առհասարակ ինչ խնդիր կա։ Դա մենք ակնկալում ենք պարզաբանում եւ սպասում ենք պատասխանի։ Հարևան երկիրը երկար զննում է հայկական արտահանողների փաստաթղթերը, կեղծ խնդիրներ ստեղծում։ Գագիկ Մակարյանի խոսքով երկու քաղաքական եւ տնտեսական նպատակ ունի Վրաստանը։ Քաղաքական առումով ես ենթադրում եմ, որ վրացական կողմը ինչ որ մի հարցում ուզում է իր դժգոհությունը մեզ արտահայտել եւ նաեւ այնտեղ ադրբեջանական հետագից եմ տեսնում, իսկ տնտեսական առումով ես տեսնում եմ խոչընդոտ մեր բեռները ռուսական եւ ԵԱՏՄ շուկա ուշացնելու, չմտցնելու տեսանկյունից եւ ընկերություններին ֆինանսապես ճնշելու եւ նաեւ ինչու ոչ ապագայում խաղողի մթերման գործընթացները խաթարելու համար, որոնք կարող են առաջացնել սոցիալական լարվածություն։ Գործարարները լուրջ խնդրի մեջ են, կան կոնյակագործներ, որ աշխատողներին տուն են ուղարկել, իսկ բեռնված մեքենաները ճանապարհ չեն ընկել, որովհետև վստահ են, կանգնեցնելու են վրացիները։ Մակարյանը հիշեցնում է առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնը։ Տարանցիկ երկրի տարածքում բեռները չպետք է ենթարկվեն զննության բացառության այն դեպքերի, երբ օպերատիվ տվյալներ կան դրանցում։ Այս դեպքում չկան։ Իրենք թիրախավորում են իմ կարծիքով եւ սա կարծում եմ կարող է վերջը չլինել, ցավոք սրտի։ Իրենք թիրախավորում են այն ոլորտները, որոնք որ խոստումնալից են եւ էական նշանակություն են Հայաստանի տնտեսության եւ հատկապես արտահանման հարցում։ Էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարությունները լուրջ աշխատանք ունեն այստեղ անելու։ Գևորգ Պապոյանը խոսել էր Վրաստան գնալու եւ տեղում խնդիրը հասկանալու մասին։ Մակարյանը կարծում է, այդ խնդրի համար պետք չէ գնալ Վրաստան, որովհետև պաշտոնական Թբիլիսիի առաջ քաշած փաստարկները մակերեսային են։ Բայց դա չի նշանակում, թե պետք է նստել ու սպասել, որ օրինակ Վրաստանը վերցնի հայ արտադրողների կոմերցիոն գաղտնիքը։ Իդեպ այն կարող է փոխանցել նաև Ադրբեջանին ու Թուրքիային, զգուշացնում է միության նախագահը։ Հայ գործարարը խոշոր հարկատուն, այսպես շարունակվելու դեպքում կարող է դուրս մնալ, նվազեցնել խոշոր հարկատուների շարքը։ Սա Հայաստանի տնտեսական ու քաղաքական հերթական մարտահրավերն է, որ մեկ ամիս է չի լուծվում։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։